Իր սենյակից նա այլևս դուրս չէր թողնի քրոջը, գոնե քանի դեռ ինքը ողջ էր, սարսափազդու արտաքինն առաջին անգամ կծառայեր իրեն, նա սենյակի բոլոր դռների մոտ կլիներ միաժամանակ և կփնչացներ հարձակվողներին ի հանդիման, քույրը ոչ թե ստիպված, այլ ինքնակամ կմնար մոտը, կողքի հետ կնստեր բազմոցին, ականջն իր կողմը կթեքեր, և Գրեգորը կհավաստիացներ նրան, որ կոնսերվատորիա ուղարկելու հաստատ մտադրություն էր ունեցել, և եթե այս դժբախտությունը վրա հասած չլիներ, ինքը անցած ծննդյան տոներին, ծննդյան տոները պետք է որ արդեն անցած լինեին, առանց որևէ մեկի առարկության մասին մտածելու հայտնած կլիներ այդ լուրը։ Եղբոր բացատրությունից ազդված քույրը լաց կլիներ, իսկ Գրեգորը կբարձրանար մինչև նրա ուսն ու կհամբուրեր պարանոցը, որին քույրը խանութում աշխատելուց ի վեր ժապավեն կամոզիկ չէր կապում։ «Պարոն Զամզա», հորը ձայն տվեց մեջտեղի պարոնն ու առանց որևէ բառ ասելու ցուցամատը պարզեց դանդաղ առաջ սողացող Գրեգորի կողմը։ Ջութակը լռեց, մեջտեղի պարոնը գլուխը թափահարելով սկզբում ժպտաց ընկերներին, հետո նայեց Գրեգորին։ Թեև կենվորները բոլորովին անհանգստացած չէին, և Գրեգորի արտաքինը նրանց կարծես ավելի է հետաքրքրում, քան ջութակի նվագը, սակայն հայրը Գրեգորին սենյակ քշելու փոխարեն առաջնահերթ համարեց կենվորներին հանգստացնելը, շտապեց նրանց կողմը, փորձեց տարածած ձեռքերով նրանց ետ հրել սենյակ ու միաժամանակ իր մարմնով փակել նրանց տեսադաշտը, զրկել Գրեգորին նայելու հնարավորությունից։ Կենվորներն այժմ իրոք փոքր-ինչ զայրացան, սակայն հասկանալի չէր հոր վերաբերմունքն էր նրանց զայրույթի պատճառը, թե կռահելը, որ Գրեգորի նման հարևան են ունեցել և ոչնչից տեղյակ չեն եղել։ Նրանք հորից բացատրություն պահանջեցին, իրենց հերթին բարձրացրին ձեռքերը և մորուքների հետ անհանգիստ խաղալով դանդաղ ընկրկեցին դեպի իրենց սենյակը։ Քույրը որոշ ժամանակ կանգնել էր ջութակը ձեռքերում պահած, այնպես էր նայում նոտաներին, կարծես շարունակում էր նվագել, սակայն շուտով հաղթահարեց նվագի ընդհատման պատճառած շփոթմունքը, սթափվեց ու գործիքը օդի պակասություն զգացող, արագ-արագ շնչող մորցընկներին դնելով վազեց կողքի սենյակը, որին կենվորները հոր ճնշման տակ ավելի արագ էին մոտենում։ Անկողինների վերմակներն ու բարձերը վեր-վեր էին թռչում ու քրոջ վառ ձեռքերի տակ կարգի բերվում, դեռ մինչև պարոնները սենյակը հասնեին, նա ավարտեց մահճակալներին հարդարելն ու դուրս սահեց։ Թվում էր, թե հայրն այնպես էր համակվել իր տարօրինակ համառությամբ, որ մոռացել էր կենվորների հանդեպ հանդես բերած ամեն մի հարգանք, նա հրում էր ու հրում, մինչև որ մեջտեղի պարոնը սենյակի դռան մեջ աղմուկով դոփեց ոտքը և կանգնեցրեց հորը։ «Ես հայտարարում եմ», ասաց նա, բարձրացրեց ձեռքը և հայացքով փնտրեց մորն ու քրոջը, որ այս տան մեջ ու այս ընտանիքում տիրող նողկալի պայմաններն հաշվի առնելով, այստեղ նա առանց երկար մտածելու թքեց հատակին, անհապաղ հրաժարվում եմ իմ սենյակում մնալ։ Ես իհարկե նույնիսկ նվազագույնը չեմ վճարի այն օրերի համար, որ ապրել եմ այստեղ, ու մի բան էլ կմտածեմ դեռ, թե չեմ կարող արդյոք որևէ պահանջով, հավատացեք ինձ, արդյոք չեմ կարող շատ հեշտ հիմնավորվող որևէ պահանջով ձեր դեմ հանդես գալ։ Նա լռեց ու երևի ինչ-որ բանի էր սպասում, ուղիղ դիմացը նայեց, և իրոք երկու ընկերները իսկույն շարունակեցին նրա խոսքը։ «Մենք ևս անհապաղ հրաժարվում ենք սենյակից», հետո մեջտեղի պարոնը ձեռքը մեկնեց բռնակին ու աղմուկով փակեց դուռը։ Հայրը խարխափելով, ճոճվելով քայլեց դեպի բազկաթոռն ու ընկավ մեջը։ Թվում էր, թե նա սովորականի պես նիրհում է, բայց այնպես, ինչպես նա էր ուժասպառ խոնարհել գլուխը, երևում էր, որ քնած չէ բոլորովին։ Իսկ Գրեգորը ողջ ժամանակ պառկած էր նույն տեղում, ուր կենվորներն էին նրան նկատել։ Ծրագրերի ձախողման պատճառած հիասթափությունը, հնարավոր է նաև երկար սոված մնալու հետևանքով զգացվող թուլությունը նրան թույլ չէր տալիս շարժվել։ Նա որոշակի վախ էր զգում, թե արդեն հաջորդ պահին ընտանիքի անդամներն էլ հանգստանալու համար ուր-որ է կպորտկային։ Նույնիսկ ջութակը, որ մոր դողացող մատների տակից սահեց ու զրնգոցով ընկած գոգին, չվախեցրեց նրան։ «Սիրելի ծնողներ», ասաց քույրն ու որպես նախաբան ձեռքով խփեց սեղանին, «այսպես շարունակվել չի կարող։ Եթե դուք չեք զգում դա, ապա ես զգում եմ։ Այս հրեշի ներկայությամբ չեմ ուզում եղբորս անունը տալ, կասեմ միայն, որ մենք պետք է փորձենք ազատվել սրանից։ Մենք հնարավոր ամեն ինչ արել ենք սրան խնամելու և հանդուրժելու համար, և կարծում եմ, որ ոչ ոք չի կարող նվազագույնս նախատել մեզ»։ Նա 1000 անգամ ճիշտ է, ինքն իրեն խոսեց հայրը։ Մայրը դեռ չէր կարողանում անկաշկան շնչել ու խելագար արտահայտությամբ աչքերը փայլեցնելով սկսեց խուլ հազալ ափի մեջ։ Քույրը շտապեց մոր կողմ ու բռնեց նրա ճակատը։
Քրոջ խոսքերը երևի որոշակի մտքերի էին հանգեցրել հորը, նա ուղղվել էր, խաղում էր կենվորների ընթրիքից հետո սեղանի վրա մնացած ափսեների արանքում դրված իր գլխարկի հետ և երբեմն նայում էր հանգիստ պառկած Գրեգորին։ Պետք է փորձենք ազատվել սրանից, քույրն այժմ միայն հորը դիմեց, որովհետև հազով բռնված մայրը ոչինչ չէր լսում, ես համոզված եմ, որ սա երկուսիդ էլ գերեզման կտանի, եթե պետք է չարչարվենք այնպես, ինչպես հիմա ենք տանջվում, ապա տանը այլևս անհնար է դիմանալ այս հավերժ տանջանքին, ես այլևս չեմ կարող, քույրը սկսեց այնպես լաց լինել, որ նրա արցունքները մոր դեմքի վրայով ցած հոսեցին, իսկ մայրը ձեռքի մեխանիկական շարժումներով սրբում էր դեմքը։ Իսկ ինչ անենք, աղջիկս, կարեկցանքով և ակներևաբար հասկանալով նրա վիճակը հարցրեց հայրը։ Ի նշան նախկին վստահության փոխարեն լաց լինելիս նրան պաշարած անօգնականության, քույրը միայն ուսերը թոթվեց։ Այ թե մեզ հասկանար, խոսեց հայրը, շարունակելով լացը, քույրը ուժեղ թափ տվեց ձեռքը և ցանկացավ ցույց տալ, որ դրա վրա չարժե հույս դնել։ Այ թե մեզ հասկանար, կրկնեց հայրը և աչքերը փակելով ընդունեց այդ մտքի անհնարինության վերաբերյալ դստեր համոզվածությունը, միգուցե որևէ համաձայնություն հնարավոր լիներ, բայց այսպես… Նա պետք է չքվի, բղավեց քույրը, դա է միակ ելքը, հայր, դու պետք է սոսկ ազատվես այն մտքից, թե սա Գրեգորն է, այն, որ մենք այսքան ժամանակ այդպես ենք մտածել, մեզ համար իսկական դժբախտություն է դարձել, լավ, սա ինչպես կարող է Գրեգորը լինել, եթե սա Գրեգորը լիներ, վաղուց կհասկանար, որ մարդկանց և նման մի անասունի համատեղ կյանքն անհնար է և կամովին կհեռանար, այդ ժամանակ մենք ոչ մի եղբայր չէինք ունենա, բայց կշարունակեինք ապրել և կկարողանայինք պատվով պահել նրա հիշատակը։ Իսկ այսպես, այս կենդանին հալածում է մեզ, քշում է կենվորներին, բացահայտորեն ուզում է գրավել ողջ բնակարանը ու գիշերելու համար փողոցում թողնել մեզ։ Նայիր հապա, հայրիկ, հանկարծ բղավեց նա սկսում է նորից։ Գրեգորի համար բացարձակ անհասկանալի մի սարսափով քույրը նույնիսկ մոր մոտից փախավ, ուղղակի ետ վանեց նրա բազկաթոռը, ցույց տալով, թե ավելի լավ է մորը զոհել, քան Գրեգորի մոտ մնալ, արագ անցավ հոր թիկունքը, որ միայն աղջկա վարքից անհանգստացած ոտքի էր ելել և կարծես պաշտպանելու նպատակով ձեռքերը պահել էր աղջկա դիմացը։ Սակայն Գրեգորի մտքով բնավ չէր անցնում ինչ-որ մեկին, առավել ևս քրոջը, վախեցնել, նա պարզապես սկսել էր շուռ գալ, որ սենյակ վերադառնալ, բայց դա անհանգստացնող տպավորություն էր թողել, որովհետև նրա անմխիթար վիճակը պատճառ էր դարձել, որ նա դժվարին շրջադարձերի ժամանակ նաև գլխի շարժումներով օգներ ինքն իրեն, շրջվելու ժամանակ գլուխը բազմիցս բարձրացրեց ու խփեց հատակին, նա մի պահ դադարեց ու շուրջը նայեց, լավ մտադրություն է, երևում է հասկացել էին, իսկ կատարվածը սոսկ ակնթարթային սարսափ էր եղել, բոլորը լուռ ու տխուր նայում էին, մայրը, ամուր իրար սեղմած ոտքերը մեկնած, հոգնածությունից համարյա փակվող աչքերով պառկել էր բազկաթոռի մեջ, հայրն ու քույրը կողք կողքի էին նստած, քույրը ձեռքը հոր վզովն էր գցել։ Երևի արդեն կարող եմ շրջվել, մտածեց Գրեգորն ու վերսկսեց իր աշխատանքը, նա չէր կարող զսպել իրեն, լարվածությունից փնչացնում էր և երբեմն հանգստանալու կարիք ուներ, իսկ ընդհանրապես ոչ ոք չէր շտապեցնում, ամեն ինչ նրան էր թողնված, և երբ շուռ եկավ, ուղիղ գծով անմիջապես սենյակ վերադարձավ, նրան զարմացնում էր իրեն սենյակից բաժանող հեռավորությունը և չէր հասկանում, թե ինչպես էր ինքը այդքան թույլ լինելով քիչ առաջ անցել նույն ճանապարհն ու համարյա չէր նկատել։ Շարունակ արագ սողալու մասին մտածելով, նա հազիվ էր ուշադրություն դարձնում, որ ընտանիքը ոչ մի բառով, ոչ մի բացականչությամբ չարձագանքեց իրեն։ Միայն, երբ ինքն արդեն դռների մեջ էր, գլուխը թեթևակի շրջեց, լավ շրջել չէր կարող, որովհետև պարանոցն ընդհարմանում էր, բայց տեսավ, որ իր շուռ գալուց հետո թիկունքում ոչինչ չէր փոխվել, միայն քույրն էր ոտքի կանգնել։ Գրեգորի հայացքը վերջին անգամ սահեց արդեն քուն մտած մոր վրայով, հազիվ էր նա սենյակ մտել, դուռն արագ վրա խփվեց ու փականն ամուր փակվեց։ Թիկունքում հնչած հանկարծակի աղմուկից Գրեգորն այնպես սարսափեց, որ ոտիկները ծալվեցին, քույրն էր շտապել, նա պատրաստ կանգնել սպասել էր, հետո անաղմուկ առաջ էր ցատկել, Գրեգորը բացարձակ չէր լսեր նրա մոտենալը։ Վերջապես, բանալին փականում պտտեցնելով, ծնողներին ձայն տվեց քույրը։ Եվ ի՞նչ, ինքն իրեն հարցրեց Գրեգորն ու մութի մեջ շուրջը նայեց, նրա համար շուտով պարզ դարձավ, որ այլևս անկարող է առաջ գնալ, բայց դա չզարմացրեց նրան, նա ավելի շուտ անհավատալի համարեց այն, որ կարողացել է մինչև այժմ իր բարակ ոտիկների վրա շարժվել,
իսկ ընդհանուր առմամբ իրեն համեմատաբար հանգիստ էր զգում, թեև նրա ողջ մարմինը ցավում էր, բայց թվում էր, թե ցավերն աստիճանաբար ավելի ու ավելի էին թուլանում և կանցնեին ի վերջո: Թիկունքի հոտած խնձորը, փոշու փափուկ շերտով ծածկված շրջապատը նա հազիվ էր զգում: Սիրով ու հուզմունքով նա մտածեց ընտանիքի մասին, իր կարծիքը այն մասին, որ ինքը պետք է չքվի, ավելի որոշակի էր, քան քրոջը: Նա մնաց խաղաղ ու դատարկ հիշողություններով պաշարված, մինչև աշտարակի ժամացույցը առավոտվա ժամը 3-ը խփեց: Երբ դրսում, պատուհանի դիմաց, լուսավորվել սկսեց, նա դեռ ողջ էր: Հետո նրա գլուխը կամքից անկախ կախվեց և վերջին շունչը թույլ դուրս եկավ պնչերից: Երբ առավոտ վաղ եկավ աղախինը, թեև ծնողներն ինչքան էլ խնդրել էին անաղմուկ շարժվել, նա շտապելուց բոլոր դռներն այնպիսի ուժով էր վրա դնում, որ ներս մտնելու պահից սկսած ողջ բնակարանում այլևս հնարավոր չէր քնել: Գրեգորին կատարած սովորական կարճ այցի ժամանակ սկզբում առանձնահատուկ ոչինչ չնկատեց: Մտածեց, թե նա դիտավորյալ է անշարժ պառկել ու վիրավորված ձևանում, որովհետև նրան ամեն ինչի ընդունակ էր համարում: Քանի որ այդ պահին երկար ավելը ձեռքին էր, փորձեց դրանով խուտուտ տալ Գրեգորին, իսկ երբ դա էլ հաջողություն չունեցավ, զայրացավ, թեթևակի բզեց Գրեգորին ու տեղից անարգել հրելուց հետո կենտրոնացավ: Նա շուտով հասկացավ, թե ինչ է կատարվել, լայն չռեց աչքերը, սուլեց ու էլ չկանգնեց, թափով բացեց ննջասենյակի դուռը և բարձր ձայնով կանչեց: Եկեք, տեսեք ինչ է եղել, նա սատկել է, պառկած է այնտեղ, իրոք սատկած է: Զամզա զույգը ուղիղ նստեց անկողնում, նրանք պետք է նախ աղախնի պատճառած սարսափը հաղթահարեին, մինչև կհասկանային, թե ինչ էր ասում նա: Հետո տեր ու տիկին Զամզաները, ամեն մեկն իր կողմից, փութով իջան անկողնուց: Պարոն Զամզան ուսերին վերմակ գցեց, տիկին Զամզան միայն գիշերանոցով էր, և դուրս եկան, այդպես մտան Գրեգորի սենյակը: Ընթացքում բացվեց նաև հյուրասենյակի դուռը, ուր կենվորների գալուց ի վեր Գրետան էր քնում: Նա լրիվ հագնված էր, կարծես բոլորովին չէր քնել գիշերը, գունատ դեմքն էլ էր կարծես դա ապացուցում: Մեռա՞ծ է, չնայած ինքն անձամբ կարող էր ստուգել կամ առանց ստուգելու էր կարելի էր հասկանալ, հարցրեց տիկին Զամզան ու նայեց աղախնին: Կարծում եմ, ասաց աղախինն ու որպես ապացույց ավելով խփեց Գրեգորի դիակին, բավական հեռու հրեց: Տիկին Զամզան անհանգիստ շարժում արեց, ըստ երևույթին ուզեց բռնել ավելը, բայց ձեռքը ետ քաշեց: Դե՛, խոսեց պարոն Զամզան, այժմ կարող ենք շնորհակալ լինել Աստծուն: Նա խաչակնկվեց և 3 կանայք հետևեցին նրա օրինակին: Գրետան աչքերը չէր հեռացնում եղբոր դիակից: Տեսեք, թե ինչ նիհարն էր, ասաց նա, ախր ամբողջ ժամանակ ոչինչ չէր ուտում: Կերակուրներն ինչպես ներս էին գնում, այնպես դուրս էին գալիս: Գրեգորի մարմինն իրոք որ չոր էր ու տափակ: Այդ նիհարությունը միայն այժմ կարելի էր նկատել, որովհետև Գրեգորն այլևս չէր շարժվում, ոչինչ չէր շեղում դիմացինի հայացքը: Գրետա, մի րոպե մեզ մոտ արի, ցավախառն ժպիտով ասաց տիկին Զամզան, և Գրետան, ոչ առանց դիակի կողմը շրջվելու, ծնողների հետևից ննջասենյակ գնաց: Աղախինը փակեց սենյակի դուռը և լայն բացեց պատուհանը: Վաղ առավոտ էր, բայց թարմ օդին արդեն գոլորշու գաղջություն կար խառնված, մարտի վերջն էր: Իրենց սենյակներից ելան 3 կենվորներն ու զարմանքով փնտրեցին նախաճաշը, մոռացել էին մատուցել: Ո՞ւր է նախաճաշը, մռայլ հարցրեց աղախնին մեջտեղի պարոնը: Սա մատը դրեց բերանին ու անձայն արագ գլխով արեց պարոններին, որ Գրեգորի սենյակը մտնեին: Նրանք իրոք հետևեցին աղախնի նշանին, ձեռքերը թեթևակի մաշված շորերի գրպանները դրած, սենյակում լույս էր արդեն: Կանգնեցին Գրեգորի դիակի շուրջը: Ննջասենյակի դուռը բացվեց ու հայտնվեց լիվրե հագած պարոն Զամզան: Նրա մի կողմում կինն էր, մյուս կողմում դուստրը: Բոլոր 3-ն էլ արտասված էին: Գրետան մինչև հիմա դեմքը հպում էր հոր թևին: Անհապաղ հեռացեք իմ բնակարանից, ասաց պարոն Զամզան ու կանանց ձեռքերը բաց չթողնելով ցույց տվեց դուռը: Ինչպե՞ս եք պատկերացնում մեր հեռանալը, փոքր-ինչ շփոթված, քաղցր մեղսը ժպտալով հարցրեց մեջտեղի պարոնը: Մյուս երկուսը անընդհատ շփում էին մեջքներին դրած ձեռքերը, ասես ուրախանալով: Մեծ վեճ էին ակնկալում, որ սակայն պետք է նպաստավոր արդյունք ունենար իրենց համար: Ես ինչպես ասում եմ, այդպես էլ պատկերացնում եմ, պատասխանեց պարոն Զամզան ու ուղեկցուհիների հետ մի գծով գնաց դեպի կենվորը: Սա մի պահ կանգնել էր լուռ ու նայում էր հատակին: Նրա գլխում հանգամանքները ըստ երևույթին վերադասավորվում էին:
Եթե այդպես է, կգնանք, ասաց նա ու կարծես իր նոր ընդունած որոշման համար դրվատանք սպասելով հանկարծակի հնազանդությամբ նայեց պարոն Զամզային։ Պարոն Զամզան լայն բացված աչքերով նայեց նրան ու մի քանի անգամ գլխով արեց։ Դրանից հետո մեջտեղի պարոնը մեծ քայլերով իսկույն նախասենյակ գնաց։ Երկու ընկերները, որ հանգիստ էին թողել իրենց ձեռքերն ու ականջ էին դնում խոսակցությանը, վախենալով, թե պարոն Զամզան կարող է իրենցից առաջ նախասենյակ մտնել ու խախտել ղեկավարի հետ ունեցած իրենց կապը, անմիջապես շտապեցին նրա հետևից։ Նախասենյակում բոլոր երեքը կախիճից վերցրին գլխարկները, ցուցապահոցից հանեցին ձեռնափայտերը, լուր խոնարհվեցին ու թողեցին բնակարանը։ Մի, ինչպես երևում է, բացարձակ անհիմն անվստահությամբ պարոն Զամզան ևս երկու կանանց հետ դուրս եկավ հարթակ։ Աստիճանների ճաղերին հենված նրանք հետևում էին պարոնների դանդաղ ներքև իջնելուն։ Սանդղատան ամեն հարկի ոլորանում նրանք անհետանում էին ու մի քանի ակնթարթ անց նորից հայտնվում։ Ինչքան ներքև էին իջնում, Զամզա ընտանիքը այնքան ավելի էր կորցնում նրանց հանդեպ ունեցած հետաքրքրությունը, իսկ երբ նրանց ընդառաջ եկավ հպարտ կեցվածքով մատուցարանը գլխին դրած մսագործի աշակերտն ու քիչ անց նրանցից վեր բարձրացավ, պարոն Զամզան կանանց հետ հեռացավ աստիճաններից, և բոլոր երեքը կարծես թեթևացած վերադարձան բնակարան։ Նրանք որոշեցին այդ օրը հանգստանալ ու զբոսնել։ Աշխատանքն ընդհատելը ընտանիքը ոչ թե վաստակել էր, այլ նույնիսկ անհրաժեշտ էր։ Այսպիսով նրանք նստեցին սեղանի մոտ ու ներողություն հայտնող 3 նամակ գրեցին պարոն Զամզան տնօրինությանը, տիկին Զամզան պատվիրատուին, Գրետան խանութի տիրոջը։ Գրելու պահին ներս մտավ աղախինը, որ տեղեկացներ, թե առավոտյան աշխատանքն ավարտել է և գնում է։ Գրելով զբաղված, երեքն էլ առանց նրա կողմը նայելու գլխով արեցին, միայն երբ աղախինը համառորեն չէր ուզում հեռանալ, նրանք զայրացած բարձրացրին գլուխները։ Դե՞, հարցրեց պարոն Զամզան։ Աղախինը կանգնել էր դռան մեջ և այնպես էր ժպտում, կարծես ընտանիքին մի մեծ երջանկություն էր ավետելու, սակայն կխոսեր միայն, երբ ընտանիքի անդամները, ինչպես հարկն է, հետաքրքրվեին։ Գլխարկին կպցրած ջայլամի ցից փոքր փետուրը, որ արդեն նրա ծառայության սկզբից էր զայրացնում պարոն Զամզային, թեքվում էր բոլոր ուղղություններով։ Դե էլ ինչ եք ուզում իսկապես, հարցրեց տիկին Զամզան։ Աղախինը ամենաշատը նրանից էր ակնածում։ Հա, ասաց նա և բարեկամաբար ծիծաղելու պատճառով չկարողացավ անմիջապես շարունակել իր ասելիքը։ Ուզում էի ասել, որ էլ չմտածեք, թե ինչպես պետք է այն բանը կողքի սենյակից դուրս տարվի, արդեն արված է։ Տիկին Զամզան ու Գրետան, երևի ցանկանալով գրելը շարունակել, կրացան իրենց նամակների վրա, իսկ պարոն Զամզան, նկատելով, որ աղախինը մտադիր է իր արածի մանրամասները նկարագրել, առաջ պարզեց ձեռքն ու վճռականորեն կանխեց նրան։ Որովհետև թույլ չտվեցին խոսել, աղախինը հիշեց, որ շատ է շտապում, բացահայտ վիրավորանքով ցտեսություն բոլորին ասաց, կտրուկ շուռ եկավ և դուռը սարսափելի ուժով վրա դրեց։ Հեռացավ բնակարանից։ Երեկոյան նա ազատ կարձակվի, ասաց պարոն Զամզան, բայց ոչ կինը, ոչ աղջիկը չարձագանքեցին, որովհետև նրանց թվում էր, թե աղախինը կրկին խանգարել է ընտանիքի հազիվ ձեռք բերված անդորրը։ Նրանք վեր կացան, մոտեցան պատուհանին և կանգնեցին իրար գրկած։ Պարոն Զամզան բազկաթոռի մեջ շուռ եկավ, մի պահ լուռ զննում էր նրանց։ Հապա այստեղ եկեք, կանչեց նա, թողեք վերջապես հին բաները և մի փոքր էլ ինձ ուշադրություն դարձրեք։ Կանայք անմիջապես շտապեցին նրա մոտ, գուրգուրեցին նրան ու արագ վերջացրին նամակները։ Հետո երեքը միասին դուրս ելան բնակարանից, մի բան, որ արդեն ամիսներ ի վեր չէին արել, և էլեկտրագնացքով մեկնեցին քաղաքից դուրս։ Միայն նրանք էին նստած տաք, արևով ողողված վագոնում։ Տեղերում հարմար ետ ընկած, նրանք ապագայի հեռանկարներն էին քննարկում, և պարզվեց, որ մոտիկից նայելիս դրանք այնքան էլ վատ չէին, որովհետև թեև նրանք առիթ չէին ունեցել գործերի մասին խոսել իրար հետ, բոլոր երեքի գործերն էլ ձեռնտու էին չափից դուրս և խոստումնալից։ Վիճակը վայրկենապես կլավանար իհարկե, եթե այժմյան բնակարանը փոխեին։ Հիմա նրանք Գրեգորի վարձած բնակարանից ավելի փոքր, էժան, ավելի լավ դիրք ունեցող ու ընդհանրապես ավելի հարմար տուն էին ուզում։ Այդպես զրուցելու ընթացքում Զամզա ամուսինները համարյա միաժամանակ նկատեցին աշխուժությունը վերագտնող իրենց աղջկան, թե ինչպես գեղեցիկ ու փարթամ աղջիկ էր դարձել նա, չնայած այն հանգամանքին, որ կրած չարչարանքներից նրա այտերը գունատվել էին։
Աստիճանաբար դադարեցնելով խոսելը և համարյա բնազդաբար հայացքներով համաձայնության գալով նրանք մտածեցին, որ դստեր համար մի կտրիչ ամուսին փնտրելու ժամանակն է արդեն, և նրանց թվաց, թե աղջիկը հաստատեց իրենց նոր, բարի մտադրություններն ու երազանքները, երբ տեղ հասնելուն մոտ առաջինը բարձրացավ տեղից ու ձգեց իր ջահել մարմինը։ Ավարտ։ Շնորհակալություն ունկնդրելու համար։ Ձեզ համար այս հրաշալի պատմվածքը ընթերցեց Անուշ Գանյանը։